Մեկ եկել ենք Ֆրանսիայից, արձակուրդի։ Իսկ ես նախորդ տարի եմ եկել Ամերիկայից։ Պտի նորից գնաց։ Չէ, պապաս էստեղ է, մենք մնալու ենք։ Ես էստեղ դպրոց եմ գնում։ Մեկ ճուսերի գնում ենք։ Ափսոս, էլի կգաք։ Շատ ենք ուզում։ Մենք շատ սիրեցինք Հայաստանը։ Լավ էլ հայերեն եք խոսում, երևի ձեր մաման էլ իմ մամայի նման չի թողում, որ օտար լեզվով խոսենք։ Եկեք խաղը վերջացնենք, մամայիս հետ կծանոթացնեմ ձեզ։ Լավ։ Գեղեցկուի աղջիկ ունեք։ Մենք ծանոթ չենք։ Երբեք ուշ չի ծանոթանալու համար։ Բայց եթե մենք ծանոթ չենք, դուք որտեղից իմացաք, որ այն երեխաների մեջ իմ աղջիկն էլ է։ Բարևներ փոխանցեք Արթուրին եւ խնդրեք նրան չհետևել անծանոթ մարդկանց։ Դուք կփաստեք, որ դա հաճելի չէ։ Ինչպես նաեւ վտանգավոր է։ Այսօր ծանոթներն են անկանխատեսելի։ Բա անծանոթներից ինչեր կարելի է սպասել։ Ես ձեր խոսքի մեջ ահաբեկում եմ նկատում, որը ստիպում է ինձ իմանալ ձեր ով լինելը։ Եվ ուզում եմ հասկանամ, թե ինչի եք ինձ հետ տենց խոսում։ Սպասեք, ուր եք գնում։ Արթուրի երեսից մի անգամ արդեն երեխուս փորձանքի մեջ գցել եմ։ Երկրորդ անգամ թույլ չեմ տա։ Արթուրը ստիպված կլինի ինձ բացատրություն տալ։ Ժակլին! Ժակլինը! Մաման կանչում է, եկեք գնանք, ես իր հետ ծանոթացնեմ։ Մամ, Թինանա, Սևանա, Լորիսն ու Սյուզին են։ Իրանք Ֆրանսիայից են եկել։ Բարև ձեզ։ Ժակլին տուն են գնում։ Բայց ինչի մամ։ Հրաժեշտ տուր խաղընկերներիդ, էլ հարցեր չտաս, վсё, գնում ենք տուն։ Բայց իրանք վերադառնալու են Ֆրանսիա։ Ինչ է արել Արթուրը։ Այս անգամ ում ոտքն է տրորել։ Ինչ կա, երկու վեկալ է ապալ-տապալ իջել ես։ Երկար ժամանակ չկա, իր անհանգստացա։ Յարակը մերնը։ Նես ջոգել է իր տղետ Սևանում լոխ տալով դեպի աղթամարը գնաց է խեղտվել, հա։ Թեպետ ուրախ եմ, գիտես, որ հումորից զգացողությունը չես կորցրել։ Հա, բա ինչ մամա ջան, սաղ վրես ղժում են, ես էլ առիթից օգտվելով, մի քիչ էլ ես ինքս իմ վրա ղժամ եմ, ինչ կլի որ։ Ոչ, տղա ջան, դու քեզ պիտի բոլորից բարձր պահես։ Հասկացար։ Թող ոչ ոք չտեսնի ոնց ես դու կոտրվել, ոնց ես դու վատ զգում քեզ։ Մամա ջան, այդ կարայր չասեիր։ Ես եմ սաղի վրա ղժում է, ով կարային վրա ղժա։ Ստաղուս վեգալ եմ պոգվեմ, այ մի հատ էլ ընդեից են սաղով իսես կայնստեմ կղժան վրները նոր կիմանա։ Այ հենց դրա մասին էլ ուզում եի խոսել։ Ինչ ենք անելու, երբ ես պատրաստվում գնալ։ Ջան, Շուտ, մամա ջան, որտեվ ամեն րոպեն է իմ համար թանկ է։ Բա այդ դեպքում ինչ ենք այստեղ նստել։ Թե կարող է ուզում ես ես մնամ, դու այդ ընթացքում գնաս, որ ոչ մի կասկած չլինի։ Չէ, մամա ջան, մենք գնում ենք քաղաք։ Դու էլ։ Հա, մամա ջան։ Ես մի քիչ ուրիշ պլաններ ունեմ, էլի։ Ելնենք հավաքվենք ու փոխվենք քաղաք։ Հա, բանա պետք տղերք։ Բասում իր տանոն լավ չի։ Տենց բան ես ասե ֆրիկ։ Հա, դու ինձ ասիր, որ լավ չես։ Համել փակվել էր սենյակում, ինչ ասես մտքովս անցավ։ Զգացված եմ ձեր անհանգստությունից։ Բայց դուրը փակելու իմաստը չհասկացա։ Այ, այդ հարցը տուր, թող ինքն էլ տենա մլը ոնց է պատասխանելու։ Սա կվերցնեմ։
Այս մեկն է։ Սայլ։ Էմիլի ջան, այնքան շորեր ընտրեցիր, որ այդ երեխան չի էլ հասցնի այսքանը հագնել։ Մանո չես պատկերացնի ներսումս ինչ է կատարվում։ Ինձ թվում է հեսա ուրախությունից լաց կլինեմ։ Ուրախությունից կորցրել ես գլուխդ։ Չեմ համբերում, թե նորից երբ եմ գրկելու։ Էմիլի ջան, իսկ հնարավոր է Սպարտակի հետ էլ հաշտության եզրեր գտնեք։ Ոչ միայն հնարավոր չի, այլ ցանկալի չի մանո։ Ես որոշել եմ այս անգամ իրոք վերջակետ դնել, ու ոչ թե կետ կամ բազմակետ, որը հեշտությամբ ստորակետ կդառնա։ Ժամանակն է հասունանալու ու սխալները սողելու։ Կներես, ես ճիշտ հասկացա, ուզում ես ասել, որ Սպարտակը քո կյանքի սխալն էր, որը կրկնել չես ուզում։ Միայն հիմարը կարող է անընդհատ նույն սխալները կրկնել։ Իսկ ես չեմ ուզում մտածել, որ ես հիմար եմ։ Բայց չեմ կարող չխոստովանել, որ նույն սցենարով եմ ապրել, անընդհատ վիճել, բաժանվել ու միացել եմ Սպարտակի հետ։ Դե, եթե կարող ես կյանքիդ այլ ընթացք տալ ու երջանիկ լինել, ապա փորձիր։ Յուրաքանչյուրն էլ ընտրության իրավունք ունի։ Ինձ համար քո կարծիքը շատ մեծ բան է։ Շնորհակալ եմ, որ հասկանում ես։ Ես հարգում եմ քո որոշումը, բայց դե չասել էլ չեմ կարող, որ խղճում եմ Սպարտակին։ Նա խղճահարության արժանի չի մանո։ Էմիլի, եթե Սպարտակը քո մտածած դաժան մարդը լիներ, նա երեխային քեզ չէր տա։ Նա գիտակցել է, որ դատարանը երեխուն ինձ է հանձնելու։ Երեխան ինձ է հասնում, մանո։ Եթե նա մտադրություն չունենար, ոչ մի դատարան իրեն չէր կանգնեցնի։ Նորից սկսելու ես պաշտպանել նրան։ Չէ, բացարձակ։ Ես ընդամենը ասում եմ, որը որից հետո է։ Չեմ կարող խաբել ու չխոստովանել, որ Սպարտակի հանդեպ ունեցած սերը ինձ համար մեծ պարգև էր, որի համար Աստծուց շատ շնորհակալ եմ, այն միշտ կմնա իմ հուշերում, բայց ես գիտեմ, որ էլ ոչ ոք չի կարող արժանանալ իմ սիրուն, միայն ուրախ եմ նրա համար, որ իմացա, թե սերը ինչ է, ու այդ սիրուց երեխա ունեցա, ինձ էլ ոչինչ պետք չի։ Իսկ ուր ենք գնալու տուն, Սպարտակը երեխային տուն է բերելու։ Ես էլ տեղյակ չեմ, առավոտից փորձում եմ իմանալ, բայց ապարդյուն։ Գիտես արի ուր գնանք, պապայի աշխատավայր։ Կհամոզեմ պապային, որ ստիպի երեխուն շուտ վերադարձնեն։ Շտը գժվացրեցին, ինչքան կան այս հեռախոսա զանգերը։ Սանձարտակ կանացից։ Բաց թող ասեցի, երիքային ձան պատվես։ Դա չէ ինչ, մի հոտված էլ կգրես, հա, որ արգված գնդապետ Յուրի Բալայանը մի անօգնական աղջկա իր տան հարևանությամբ բռնաբարել է, հա։ Բայց դու ինչ լկտի ես։ Ես թե դու, ես քեզ բռնաբարելու մտադրություն չունեմ, իմ ցանկությունն ավելի վեր է, ես քեզ ուզում եմ խեղդեմ, որ այդ չարությունը երկրից վերանա։ Ասեմ, որ հրաշալի ձայն ունեմ, այնպես կբղավեմ, ամբողջ շենքը ոտքի կկանգնացնեմ։ Դե շենքում այս մարդիկ ավելի շուտ ինձ պարտման կկանգնեն, քան թե քեզ, չգիտես որտեղից հայտնված լկտիությանը։ Ու ինձ վիրավորում է մի մարդ, որը ոտքից գլուխ կեղտի ու հանցանքի մեջ թաթախված է։ Ուզում էիր հոտված տպել Յուրի Բալայանի մասին, բավարարել ցանկությունդ Յուրի Բալայանին հատակում տեսնելու։ Հա, եւ դա ինձ հաջողվեց։ Բոլորը իմացան, թե ով ես դու, իմացան իրական քո դեմքը տեսան։ Եվ ասեմ ավելին, ես չեմ կանգնելու։ Ես գնալու եմ մինչև վերջ։ Ինչ ես անելու, փաստեր ես անելու, ձայնագրություններ ես անելու, իտես հանրությանը։ Դու ավելի լավ է դու գնաս հրապարակում կանգնես ու բղավես, որ դու անժելն ես, չէ դու ավելի շատ բան կարաս ասես, որովհետև դու հպվել ես Յուրի Բալայանին, նրա համբույրն ես կացել։ Ոստող, Յուրի Բալայան, ինչ ես վիրավոր գազանի նման ատամներդ հանել։ Քան
զգուշացրել։ Դու ինքդ ստիպեցիր, որ ես այս ամենը ներկայացնեմ հանրությանը։ Ես թքած ունեմ։ Ինչքան կարող ես անկեղծացի։ Ես կմնամ իմ բարձության վրա։ Ով ինչ ուզում է թող մտածի։ Իսկ քեզ այս ամեն ինչի համար կենթարկեմ պատասխանատվության։ Իսկ ով է քեզ բռնել։ Քո կատաղած վիճակից տեսնում եմ, թե ինչքան հանգիստ ես։ Եթե քեզ չզսպես, հիմա ինձ կսպանես։ Մեծ հաճույքով ես քեզ կսպանեի, բայց չեմ ուզում, դա էլ ինձ համար զզվելի։ Ոչինչ, մարդիկ ինձ այդ լավությունը կանեն։ Սպանեք, եթե այդքան համարձակ եք։ Եվս մեկ հոգու զրկեք կյանքից, դա ձեզ համար սովորական բան է։ Մյուսն է, որ դու երկրորդը պետք է դառնաս։ Անժելն էր, հասկացար, առաջին զոհը նա էր, և ես կասկած չունեմ, որ քո զոհերի շարքը մեկով չի սահմանափակվում։ Ինչ Անժել, դու ես Անժելը, ինչքան ես լկտիաբար խաղը շարունակելու։ Լսի, սա խաղ չի, քեզ 1000 անգամ ասեցի, ես լրագրող եմ, ես Անժելը չեմ։ Ճիշտ է նրա։ Դու ուզում ես եղել, պատասխան ես տալու իմ համար շուրջ բարձրացած աղմուկի համար։ Ինչ? Հələ դու տես ես ավելի մեծ աղմուկ եմ բարձրացնելու, հասնելու եմ նրան, որ քեզ գործից հանել եմ տալու, հասկացար։ Դու այդ ճիճու, ինձ հզորագույն մարդիկ չեն կարողանում գետնին տապանել, դու ով եղար, քեզ կվերացնե։ Ինչ եղե, պապա, ինչ ես գորգրում ես ով։ Թվում էր, թե մեր հարևանուհին է, բայց երևի հայրդ մեզ ծանոթացնի նրա հետ։ Չէ, հասկացա, դու եղար, որ մի հատ է Յուրի Բալայանի սպառնում ես, որ գործից կանեցես, ի՞նչ է խոսում, պապա։ Տղա ջան, դուք գնացեք դու։ Չէ, դու ներասիլ է։ Բոլոր հարցերը հորդ կուղես։ Ես ով էր, պապա։ Արտուր, կարաս բացատրես, ով էր այդ մարդը, որը քեզ ահաբեկեց։ Յուրեն, ես չեմ պատկերացնում, թե ինչ ես խոսում։ Ախր նորմալ չես բացատրում, որ հասկանամ, կենտրոնանամ, իմանամ ով այդ է։ Էլ ոնց բացատրեմ։ Ես էլ ոչինչ չհասկացա։ Մենակ այն հասկացա, որ ինքը ինձ ահաբեկեց։ Իսկ եթե ավելի կոնկրետ լինեմ, քեզ ահաբեկեց, որովհետև մոտեցավ ու կոնկրետ նշեց, քեզ բարևեմ ու ասեմ, որ լավ չի անծանոթ մարդկանց հետևել։ Ես ում եմ հետևել։ Եթե դու չգիտես ում ես հետևում ու ով է մեզ ահաբեկողը, ապա ասա ոնց ես պատրաստում երեխուն պաշտպանել։ Յուրեն ջան, ընկնում ես խոճապի մեջ, ստիպում ես, որ նույնն էլ ես անեմ։ Որովհետև մի աղջիկ ունեմ, ումով իմ կյանքը սկսվում է, ումով ավարտվում է։ Իսկ այդ պարոնը ինձ պարզ հասկացնել տվեց, որ իմ երեխուն վտանգ է սպառնում։ Ոչ ոք չի կարող իմ երեխուն մատով դիպչի, պարզա։ Խոսքով ով էլ ասես կպաշտպանի։ Ես արդեն դառը փորձ ունեցել եմ։ Քիչ էր մնում երեխուս կորցնեի քո աշխատանքի պատճառով։ Յուրեն, հասկացանք, այդ մի անգամ էր, այդ ուրիշ պատմություն էր, ասեցի չէ, էլ չի լինի տենց բան։ Ես պատրաստ եմ երեխուս հետ երկրից գնայի։ Ես դրա հնարավորությունը ունեի։ Ուզում էի հանգիստ ապրենք։ Չէ, դու նորից խառնվեցիր, նորից կանգնացրեցիր մեզ։ Կարող եմ մի րոպե սուս մնաս։ Թող ես կենտրոնանամ, հասկանամ ով կարող լինի այդ։ Դու հիմա ինչով ես զբաղվում։ Ինչ։ Դե ինչով ես զբաղվում։ Ինչ ես աշխատում, քո աշխատանքի բնույթը ո՞րն է։ Ասում էիր, որ էլ Բալայանների մոտ չես։ Հա, տենց է կա։ Եթե այդպես է, կբացատրես հիմա ում համար պետքա վտանգես երեխուս կյանքը։ Հիմա ում ստրուկն ես դարձել։ Չափվրդ մի անցի, հա։ Հավաքի քեզ։ Ես քեզանից պակաս չեմ մտածում ձեր անվտանգության մասին, լավ։ Ու շատ եմ ուզում իմանամ, թե ով է այդ տականքը։ Ու կիմանամ։ Ուղղակի մի բան եմ խնդրում, մի քանի օր զգուշ եղեք։ Երեխայի հետ աշխատի տանից դուրս չգաս։ Մինչև գտնեմ դրան։ Աստված ջան, երեխուն մի բան եղավ, դու չես կարող պաշտպանես իրան։ Վայ Արտուր ջան, այս ինչ չնչին խնդրանք է։ Իհարկե, տենց էլ կանենք։ Մոտակա 20 տարին տնից դուրս չեն գա։ Պապա ջան, вообще ինձ մի բերան շուտ ասեիր, ես գիտեմ դրան ինչ կանեի։ Դա
ջան, ինչ է իրանելու։ Պապա, տենց հանգիստ ոնց ես խոսում, вообще ոնց ես թույլ տալի, որ այդ կես կիլոն քեզ շանտաժ անի։ Ինչպես նաև թույլ տվեց, որ այդ կես կիլոն, ինչպես նշեցիր, ինձ խաբեր, մտներ մեր տուն ու ինֆորմացվեր։ Լավ, եթե ես ասեի, որ այդ կես կիլոն լրագրողուի է, եթե ասեի, որ այդ կես կիլոն շանտաժ է ինձ ենթարկում, եթե ասեի, որ գումար է պահանջում, կհավատայիր։ Միևնույնը ասեիր, Յուրա։ Պապա ջան, եթե դրա շանտաժները տենց օդի մեջ է, բավչե ու այդ Անժելը դու իրականում սիրավեպ ես ունեցել, դի սիրուի, լավ եմ հորս արև, մամ ջան կներես էլի հորս արև։ Դու քեզ վատ մի զգա, հա? Ես արդեն սովոր եմ, ընտելացել եմ։ Քեի վախում, դե ճամփիշ թույթար։ Աղա ջան, եթե վախենա, ես գումարը կտայի։ Բա խես вообще թողե գա հասնի այդ շենք։ Խես թողե գա մեր քտիտակետի ապրի։ Այդ ինգացա կոնկրետ բալայանների հետևից, ես հենց նոր ես մի քանի րոպեների ընթացքում այդ հասկացա։ Այդ իմ խնդիրն է, այդ խնդիրը ես կլուծեմ։ Ուր ես գնում, պապա, հորդ հարց ունեմ քեզ տալու։ Հիմա լեսակ ճամփին կարպիչին կարող է հանդիպի ու ասի, որ մենք քաղաքում ենք, հորս արև, նայ։ Նրա գլխում հիմա կարպիչը չի, դա միանշանակ հանգիստ, հա։ Վայ, էլի դու ես բալես։ Յո, ես մոքիրի հետ ես, մերդ որ իմանա գիտես ոնց կնեղվի։ Որ ավելի կորեկտ լինես, ոչ ոք չի նեղվի։ Դե լավ, մանյակ, հումոր ենք անում, ասում, խոսում, ուրախանում ենք, ինչ եղավ քեզ, դա սրտիդ մոտ մի ընդունի։ Պապ, արդեն ասել եմ, մանո։ Ասա, ինչի ես եկել, ես արդեն դուրս էի գալիս։ Եկել եմ, որ զանգես բալայաններին, Ինչի։ որ իմանաս երախոն երբ եմ բերում։ Հիմա ասես, որ դրանից ես վատացել։ Իմացել ես ինչ արել ժամանակին բալայանը, որ սրտի պրիստուպ կգնա։ Սրտի պրիստուպ չէր, բայց հասկացա, որ սիրտս ահավոր խառնում է։ Արա ես զարմանում եմ ուղղակի, մարդ ոնց կարա մարդու հանդեպը տենց չարանա ու տենց քայլերի գնա։ Լավ տանո ինչ ես այդ ամեն ինչը տես ցավագին ընդունում։ Այդ պատմությունը քո համար նորություն, հա։ Այսօր իմացա, հայ։ Թե մոռացել ես, որ Բալայանի տղեն էր համարվում ֆրիկը։ Տենց լավ բան էր, չէի հիշացնի։ Ամենք իմացանք, որ Բալայանի սիրուհին Զավեն պապու աղջիկն է եղել ու արդյունքում երեխա է ծնվել։ Բայց հիմա մի բան պարզվեց, որ այդ Բալայանը ուղղակի գազանություն է արել այդ խեղճ ու աղքատ աղջկա նկատմամբ։ Ու հերն էլ ծածկել է։ Մեր լեզվով ասած հիմիկվա սվաղել են գնացել է։ Նույնիսկ այդ դեբիլ Բալայանի պապուն սկսեցի չհարգել։ Մինչդեռ իրանց ընտանիքի մեջից իրան էի մենակ հարգում։ Հա, մեկ էլ հարսին։ Ես այդ կնոջ առաջ պատրաստ եմ ծնկի գալ։ Աղջկան մոռացար։ Բալայանների աղջկան ես կյանքով եմ պարտք։ Բայց դա ինձ չի խանգարում ատել նրա հորը, աղբորը ու պապուն։ Ատելությունդ կհազարապատկվի, երբ իմանաս, որ այս պահին մորդ մասին ես նստած խոսում։ Մորդ հանդեպ Բալայանն այդ գազանությունը ցուցաբերել։ Աստված ջանի, երբևէ իմանաս, որ քեզ ուզող այս պատմության գլխավոր հերոսը դու ես։ Հետաքրքիր է իմանալ, Զավեն պապը այս մասին բան գիտի։ Որտեղից պետք է իմանար։ Վիտ, հələ կհիշես Զավեն պապը Facebook-ում կամ մատնագլազնիկում կար թե չի։ Ուղեղ։ Կել մի քիչ հումոր ունեցել։ Երբ հումոր չկա, հումորի զգացումը մնում է քնած վիճակում։ Դու էլ ուրեմն հարց տալուց առաջ մտածի ինչ հարց ես տալիս։ Զավեն պապն ուր, ինտերնետն ուր։ Լավ, լսեք, գնում եմ Զավեն պապու մոտ։ Ուզում եք գաք, թե չէ։ Ուրիշ ժամանակ փախնում ես Զավեն պապից, հիմա էս ինչ եղավ, որ ուզում ես գնաս, որպես ինչ ես ուզում գնաս։ Վիդեո գալիս եկեք, չեք գալի ավելորդ հարցեր մի տվեք։ Զավենի հիար խառնելու ստից թռնելով ժամանակն է։ Մենք պիտի մեզ լուրջ պահենք, պիտի ծանր պահենք մեզ, որ իրանք վազեն մեր հետևից, ոչ թե մենք վարկյանը մեկ զանգենք, հարցնենք։ Ինչ ես տիպում, որ ես վիզս ծռեմ, զանգեմ ու Յուրիկին հարցնեմ, երբ եք բերելու մեր երեխին, Յուրիկ։ Պապ, ես չեմ հասկանում, դու խնդրին որ կողմից ես մոտենում, բայց ինձ համար կարևորն է, որ երեխան ինձ մոտ լինի։
Էմիլի ջան, ես կարող եմ զանգել Սպարտակին։ Ճիշտ է։ Դու որ զանգես Յուրիկին, ավելի պտուղով կլինի։ Պապ զանգիր, եթե չես ուզում, որ նստեմ այստեղ, աշխատանքիդ խանգարեմ ու չգնամ միջև չզանգես։ Կարող եմ Վարդուշ սա։ Դու մի երկու բերան խոսամ հետը։ Սպարտակն է։ Ահա, ես էլ դրա հետ էի, էլի։ Տեսար, իզուր տեղը մենք պիտի զանգեինք։ Ինքը զանգեց, շատ լավ է։ Ինքը կարող է հիմա մոտիկ անի քեզ, բայց նայ, տես, չթուլանաս, ինձ մնա։ Ավելի լավը դրսում խոսես, Էմիլի ջան։ Իմ աղջիկը բարձրագույն ավարտ երեխա է, ու պետք չի, որ դու իրան խրատտաս։ Եղավ։ Կներեք։ Լսի, մանյակ, դու քեզ вообще հարց տվել ես, ինչի ես դու միջև հիմա անմարդ։ Որովհետև քեզ տեսա, ճանաչեցի ու հիասթափվեցի տղամարդ ասվածից։ Երբ ես երեխուն վերադարձնելու։ Այդ խիպտի վերադարձնեի։ Հա։ Դուք պապային խոստացել եք, որ երեխուն բերելու եք։ Օրդ։ Խի դու հերուն էիր։ Արա, հա, իշա։ Մոռացել եմ, վերջ անգամ սկի երբ եմ տեսել։ Ես քեզ հարցնում եմ, երբ ես երեխուն վերադարձնելու։ Երեխան իմ կարիքն ունի։ Բայց գիտես, երեխին առանց քեզ այնքան լավ է իրան զգում։ Այնքան լավ, որ ասեց պապա ջան, արի գնանք ես երկրից, ես էլ ասի հարց չկա տղաս։ Ինչ ես խոսում։ Մենք հիմա օդանավակայանում ենք ու երկրից պատրաստ ենք գնալ։ Ասի վերջի անգամ մատ զանգեմ, քեզ ասեմ հաջողություն։ Հիմա քեզ հանգիստ ես պահում ավելորդ ուշադրություն, որ այդ չես գրավում, այդ քո հենց շայրից է բխում, հասկացար։ Հիմա բաց թողեք ձեռքս, ես ձեզ թույլ չեմ տվել նման ձևով ինձ հետ վարվել։ Իսկ ես քեզ թույլ եմ տվել, որ շուտ դեգեներատ ուղարկես, որ գա երեխայիս մորա ահաբեկի։ Առանց մտածելու, որ կարող եմ ձեռքերս արյունոտել, հա։ Լսեք, նախորդ հանդիպմանը ես ձեզ ասացի, որ քաղաքում լիքն են խենթերը, բայց ես չեմ պատրաստվում խենթի զոհ դառնալ։ Ավելի լավ է լինել խենթ, քան քո նման հանցագործ։ Ինչ։ Այդ ինչեր եք խոսում։ Դուք կարող եք ապացուցել, որ ես հանցագործ եմ։ Լսի, ես քո հետ շուն ու կատու խաղալու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն։ Չունեք, բայց խաղում եք եւ անդադար ինձ հետևում եք։ Ինչից ելնելով էլ դեգեներատին ուղարկել ես, որ երեխուս մորը սպառնա, հա։ Լսեք, դուք անհիմն, առանց ապացույցի ինձ մեղադրում եք եւ հանցագործ կոչում։ Դուք հասկանում եք։ Հիմա լսեք շատ ուշադիր տիկին։ Ձեր տխմար ընկերներին ասում եք, որ հեռու մնան ընտանիքիցս։ Եթե ոչ, ձերից գլուխը կուղարկեմ այն տականքին, ով որ մոտեցել է երեխայիս մորը։ Հասկացար։ Քո ով լինելը Վարդն էլ հասկացավ ու երես թեքեց քեզնից։ Էլ ինչ ես ուզում, Կարպիչ։ Էլ մի տենց մանրից մոտեցի, Վարդուշս հետ է գալու։ Ես չեմ իջնի քո մակարդակին։ Աղջ կարող է դու ինձ էլ սիրում ես։ Ավելի լավ է դրսում սպասեմ, քան լսեմ քո բարբաջանքը։ Բայց որ Յուրիկն իմանա դու մինչև հիմա ինձ սիրում ես, մեղ կա, սիրտը կկոտրվի։ Մինչև ուր է հասնելու քո ցինիզմը։ Իմ ճշմարտացի որ մի բառի մեջ դու ցինիզմ տեսար։ Քո ապրած կյանքում դու երբևիցե ճշմարտությանը չես բախվել։ Այդ որ ճշմարտության մասին ես խոսում։ Այդ ագրեսիվությունն է քո տունը քանդում։ Այն ժամանակ էլ էիր դու այդպիսին։ Իսկ քույրդ համեստ, սիրուն, բուրումնավետ, իսկական վարդ։ Միամիտ էր, դրա համար նոր է հասկանում քո ով լինելը։ Էմիլի, ինչ է եղել, ինչ ես վիճակում։
Խաբեց ինձ։ Ով։ Սպարտակը։ Ինչի խաբեցիր ինձ, պապ։ Դու ինձ սրսկեցիր երեխուս մեջ։ Պապ, դու ո՞նց էիր ինձ հավատացնում, որ բալայաններն երեխուն վերադարձնելու են, եթե Սպարտակն ասեց երեխու հետ օդանավակայանում են, մեկնում են։ Մեկնում են։ Ոնց կարող են մեկնել, դու էլ հավատացել ես, հա։ Դավայ, բան արա, գնա մի հատ լվացվի այդ հարցունքները թանի վրիցդ, արի պապայի մոտ սիրտս առանց էլ ցավում է, հուզվում եմ, դավայ։ Պապ նկատակ չէր անում, չէր վախեցնում, ինձ զանգել էր զգուշացնելու, որ երեխուն երկրից ստանում է։ Մի հատ դրա հեռախոսի համար է դու։ Այսինքն մի դու։ Էմիլի ջան, նա չի կարող քեզ ու երեխային այդպես հանգիստ իրարից բաժանել։ Երևի հոգուտ հետ է խաղացել։ Իսկ դու ինչքան ես շարունակելու պաշտպանել նրան։ Ինչ պապ։ Անջատել է հեռախոսը։ Սպարտակ ջան, որ ժամեր հետո պիտի մեկնեք, հիմա ինչի եք տնից գնում։ Որ Բեկնազարյանները մեր տան մեջ ինձ ու տղուս չանհանգստացնեն, մամա ջան։ Ախր ինչի նրանց ոտքի հանում, որ հիմա ստիպված պիտի տնից գնաս։ Մամա ջան, գիտեմ, որ իրիկունն եք թռնում, բայց ես իրանց միամտածրեցի, դու չջոգիր, ես իրանց ասի, որ գնում ենք, որ իրանք ջոգեն, գնացել ենք, մեզ չխանգարեն, չգանց թե այբուդուլ տնեն, իրիկունը ես ու տղես մեր բան հանգիստ կպոկվենք, էլի։ Սպարտակ ջան, բայց ճիշտ է որոշումդ, լավ ես մտածել։ Մամա, հիմա իմ ես վիճակում դրանից էյան որոշում չկա։ Հենց մտածում եմ, որ ձեզ չեմ տեսնելու, չես պատկերացնում, ինձ հետ ինչա կատարվում։ Բան չկա մեր ջան, մի քանի վաղ հետո հյուր կգաս, բայց ունես, որ հետևից այդ պոչ-մոչ չբերես էլի։ Տղա ջան, բայց օտար հողում ոնց ես ապրելու։ Մամ ջան, փառք Աստծո, այդ է պետք է հորը շնորհակալ եմ։ Հաշիվներիս վրա այնքան բան կա, որ օտար հողում էլ չէ, որտեղ էլ ասես։ Սա կգնանք, ես ու տղես մի հատ ման կդնենք, նոր կյանք կսկսենք, բզբզանք էլի։ Բայց նայ համամա, այդ տեղի մասին դաժե հերս պետք է չիմանա, որովհետև մարդ ես Բեկնազարյանների ականջեն գնի, ես զալը չունեմ։ Լավ, իսկ պապդ նախիստ կնեղանա, որ իմանա մեկնել ես առանց հրաժեշտ տալու։ Հետո կզանգեմ կփորձեմ հնարավորինս բացատրել, մամ ջան։ Եթե հասկացավ ու մտավ դրությանս մեջ շատ ավելի լավ իմ համար։ Եթե չէ, բան փոխել չեմ կարող, ինչ ասեմ։ Հիմա ինչ, միջև մեկնելդ քեզ ու թորանս չեմ տեսնի։ Արի ռիսկի չդիմենք էլ մամա, ես դրանց հավեսը չունեմ, կտամ մեկին կսպանեմ, լավ չի։ Նրանց լավ, լացել, մացել չկա, մամա։ Մտածեի, որ որդուս կյանքն այսպիսի ընթացք կստանա։ Սա ահաբեկում է։ Յուրի Բալայանն ահաբեկում է։ Ես 4 կողմից վտանգված եմ։ Չէ, այսպես չի լինի։ Դաշնակից պիտի գտնեմ։ Եթե չեմ ուզում ուրիշներին այրելու ցանկությամբ ինքս այրվել։ Ախր Զավեն պապ ջան, ես ինչ սեղան ես գցել, անեց ես արի մենք անհարմար ենք զգում մեզ։ Սրա կարիքը ու անհրաժեշտությունը հաստատ չկար։ Բալես, ինձ համար մեծ ուրախություն է, որ դու իմ տուն ես եկել։ Զավեն պապ, ես էլ եմ ստեղ, ֆրիկն է։ Հա, ֆրիկ ջան, քեզ համար եմ ուրախ։ Ես ինչա որ սրա համար էլ ներվում եք, բա այսքանն էլ չլիներ։ Զավեն պապ ջան, դու էլ են ասա, ոնց ես,
Անցած անգամ թե չեկա, լավ չէիր զգում քեզ, ինչ որ կինել օգնում էր։ Լավ էլ հիշում ես։ Սավեն պապ տեսար ոնց Յուրի Բալայանին մծրին ցեխը անեցին։ Աղջկատ մութ պատմությունը ոնց որ կամաս քանդվում է։ Ինչի է դες ֆրիկ ջան։ Ֆրիկ։ Սավեն պապ, բայց վերջում չես տեսել կայքերում ինչեր են տեղադրում, որ իբր թե Յուրի Բալայանը ինչ որ բաներ է Ֆրիկ։ Ֆրիկի բերանին մի արի բալես։ Թող խոսի։ Ասա։ Պապ, վերկած գնանք օդանավակայան։ Կարողա դեռ չեն մեկնել, կարողանանք կանգնեցնել նրանց։ Ստեղ ինչ որ բան է ինչի։ Յուրիկը շատ լավ գիտի, որ եթե խափեն ինձ հերները կանիծեմ։ Պապ, դու միջև որոշում ես իրան կարող են քեզ խաբել, թե չէ, ես ժամանակ եմ կորցնում, երեխու ստանում է։ Մենք երկուսով էլ կարող ենք գնալ, Էմիլի ջան։ Իսկ դու երեխուս մի հեղափոխի։ Պապ, ինչ անեմ, ծնկի գամ քո առաջ, որ տեղիցդ վեր կենաս, որ օգնես ինձ։ Ես առանց քո ասելու էլ օգնում եմ։ Իսկ օդանավակայան չեմ վազում նրա համար, որովհետև նպատակահարմար չեմ գտնում։ Դրա փոխարեն ես հիմա կզանգեմ Յուրիկին ու Յուրիկի հետ կխոսեմ։ Զանգելու ես ինչ անես, որ ինչ անի, օդում օդանավը կանգնեցնի, թե որ քեզ կաշառի, պապ։ Դու քո հոր մասին այդ կարծիքն ունես, հա? Պապ, չեմ ուզում մենակ գնալ, որովհետև մենակ գնալու դեպքում էլ ես չեմ կարողանա նրան կանգնեցնել։ Եթե դու ինձ հետ լինես, նա չի կարող երեխուն օդանավ բարձրացնել։ Գնալու դեպքում դու այդ Բալայան դեբիլին չես հանդիպելու հաստատ։ Ընեշի, որ երեխուն գրկելա ու կանգնելա տրապի վրա քեզ ա սպասում։ Երևի օդանավ մտնելիս է եղել։ Ու դու ինչ հանգիստ ես ասում դրա մասին։ Քանի որ չեմ հավատում, որ նա երեխուն տարած լինի, երևի քեզ ա խոսացրել։ Ես քո ինքնավստահությունը չունեմ, պապ։ Մանո գնացինք։ Օդանավակայան հասնելով դու արդյունքի չես հասնի։ Իսկ այդ Յուրիկ Բալայանը ինձ պատասխան ա տալու այս ամեն ինչի համար։ Այդ բոլորն ով ա գրել։ Զավեն պապ։ Թող քեզ այդ չհետաքրքրի, մի անհանգստացի։ Դու ավելի լավ քո առողջության մասին մտածիր։ Ֆրիկ, նախքան ես ամեն ինչը ասելը, պետք է պապու առողջության մասին մտածեիր ու կարևոր էիր դա։ Թող շատ լավ արեց, որ ասեց։ Ես այդ ամեն ինչը պիտի իմանամ։ Իմ աղջկա պատվի հետ են խաղացել։ Այ, ասա է Զավեն պապ, ասա, ամել դու տանու, դրա համար չեկար Զավեն պապու դու։ Ֆրիկ, ես չիմանալով եմ եկել, ես գիտեի այդ մարդը գիտի։ Ամել ասեցի մենակ չթողնեմ, որ ված չզգա իրան։ Թորան սիրտը է։ Ոնց ա ցավում ինձ համար։ Գնացինք տանու, շարժվեցինք, ես ձմերուկը բերել էինք Զավեն պապու համար, մենք կերանք։ Ամել մենքան տրամադրությունը փչացինք, արի շուտ գնանք, քանի էլի սխալ բան չենք արել։ Ուր գնաք։ Ես խոսելու շատ բան ունեմ։ Ես էլ ես քո խոսալուց եմ փախչում, Զավեն պապ։ Զավեն պապ, ես չեմ շտապում։ Եթե իմ աղբերը շտապում է, ինքը կարա գնա։ Տղեն հեռախոսն անջատելա, հերն էլ վախից հեռախոս չի վերցնում։ Ես ձեր վախկոտ հերն անիծեմ։ Ասենք հեռախոս չվերցրիք, բայց դրանով ոչ պրծակ ինձնից։ Կգամ, կգտնեմ, չէ՞։ Անենց էլ մի զարմանում եմ, որ հեռախոս չեն վերցնում դրանք։ Դու էլ պիտի տաուտ պես անջատած լինեիր վերջին խայտառակությունից հետո։ Բարև ձեզ։ Ես ներքևում մարդ չկար, կարող ես մենակ եմ շենքում։ Դռան վրա գրված էր մուտքն ազատ է։ Ներքևում ասեցի, որ դուք ինձ սպասում եք ու զգուշացնելու կարիք չկա։ Մոլодец։ Լավ երես ունեք։ Ասեմ, որ նման երես ունեցող մարդկանց ես չեմ սիրում։ Հետո ես Յուրի Բալայանի պես պինդ ներվեր չունեմ։ Վերջերս եմ վիրահատվել։ Օրս էլ շատ վատ ա սկսել ու վատը ավարտվում։ Հիմա հասկացեք, ձեզ ինչ ա մնում անել։ Ինչ։ Մոտենալ դռանն ու դուրս գալ նույնքան աննկատ, որքան աննկատ մտակ ներս։ Ձեզ հետաքրքիր կլինի ինձ լսել։ Դուք ինձ լավ չհասկացաք, ես ժամանակ չունեմ։
Ես գնում եմ մեր ընդհանուր ծանոթ Յուրի Բալայանի մոտ։ Եթե բան ունեք նրան փոխանցելու, կարող եք ինձ հետ գալ։ Ես ձեզ առաջարկ ունեմ, Իսկ ինչի եք կարծում, որ ինձ պիտի հետաքրքրի ձեր առաջարկը։ որովհետև առաջին քայլը դուք եք արել։ Դուք եք ինձ առաջարկել, որ ցանկանում եք Յուրի Բալայանի դեմ համախոհներ ունենալ։ Ու ինչ դուք պատրաստ եք։ Իհարկե։ Այսինքն դուք եկել եք հիմա ինձ դրական պատասխան տալու։ Այո։ Ես ուզում եմ, որ մենք համախոհներ լինենք ընդդեմ Յուրի Բալայանի։ Չեղավ։ Այստեղ խնդիր կա։ Ինչ խնդիր։ Ես պիտի իմանամ, թե ով ես դու, Անժելը, Նատան, թե Սուսանբարը։ Սուսանբար ծաղիկ կա այդպիսի, շատ սուր հոտ ունի, ծանոթ չեք։ Եթե շարունակելու եք անլուրջ մոտեցում ցուցաբերել, ուրեմն ես կհեռանամ։ Որպեսզի ես համագործակցեմ ինչ-որ մեկի հետ, ես պիտի ինֆորմացված լինեմ ծայրից ծայր։ Ինչ ինֆորմացիա է ձեզ հարկավոր։ Նախ ասեք, թե ինչա ձեզ հարկավոր։ Պաշտպանվածություն, թե Յուրի Բալայանից, թե նրա աշխատողից։ Ես պիտի իմանամ, թե ով ես դու, ինչի համար ես հետապնդում Յուրի Բալայանին, ու երրորդը, արդյոք դու ես Յուրի Բալայանի խայտառակության հեղինակը։ Եվ վերջինը, քեզ պաշտպանելով ինչ կստանամ ես։ Որից սկսեմ։